Նոր գրող հայ առաքելական եկեղեցու և հոգևոր դասի դեմ այսօր Նիկոլ Փաշինյանը իր հակաեկեղեցական արշավը սնել է գրեհկախոսության նոր գանձերով։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսական, մեկը մոլագար սեռական։ Կարգալույծ քահանա Տեր Արամի ձեռքից պատրաստ է Փաշինյանը հաղորդություն ընդունել, մասնակցելու է նրա հրավիրած պատարագին։ Որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ։ Քրեական հետապնդում Գյումրիի քաղաքապետի ձերբակալության դեմ բողոքած 29 քաղաքացիների նկատմամբ նրանց զանգվածային անկարգությունների մասնակցելու հոդվածով է մեղադրանք առաջադրվել։ Գյումրիում ընդդիմադիրների դեմ ճնշումները շարունակվում են։ Երեք ամբողջ օրը ազգային ժողովի ամբիոնը օգտագործում էին հրահրելու առնահեղություն Գյումրի քաղաքում։ ՔՊԱ-ական սկանդալ վաղարշաբաթի թիմ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը ՔՊԱ-ական թեկնածուի օրենքի խախտումով փակցված պաստառները հեռացվել են Էջմիածնի կենտրոնական շենքերի վրայից։ Եվ Հայաստանում, որտեղ սրբազան են կալանավորել քահանային հարկադրաբար ցույցի ուղարկելու համար, սկանդալ է պայթել իշխող ուժի շուրջ։ Հետքը պարզել է, որ ՔՊ-ն վարչական ռեսուրս օգտագործելով է ապահովել իր հավաքների մարդաշատությունը։ Ուրիշ ինչ բան է մնացել, բացի վարչական ռեսուրսի օգտագործումը, համամասնական ծուսակի բոլոր անդամները։ Բարերեկո սիրելի հեռուստադիտողներ, Հայլուր ամփոփում է հոկտեմբերի 22-ի լրահոսը։ Եվ այսպես Հայաստանի վարչապետը պատրաստ է հաղորդություն ստանալ կարգալույծ քահանա Տեր Արամի ձեռքից, որ արդեն քաղաքացի Ստեփան Ասատրյան է։ Նրա կիրակնօրյա պատարագին պատրաստվում է մասնակցել Փաշինյանը։ Սա նրա այսօրվա հարցուպատասխանի ընթացքում արած ամենաանմեղ հայտարարությունն է։ Նա ալուտանքների նոր գրոհ է իրականացրել հայ առաքելական եկեղեցու ու հայ հոգևոր դասի դեմ, իր հակաեկեղեցական արշավը սնել գրեհկախոսության նոր գանձերով։ Եթե կարգալույծ է արել, այդ նշանակում է, որ իրեն Հիսուսի հետ համեմատած ինքն իրեն կառավարություն հռչակած մարդը կարգալույծ է անում ամենայն հայոց կաթողիկոսին ու վերահաստատում, պատրաստվում է հաղորդություն ստանալ կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի ձեռքից։ Որպես նոր օծված քահանա ես պատրաստ եմ եւ ոչ միայն պատրաստ եմ, այլ կանեմ դա Տեր Արամի ձեռքից հաղորդություն կընդունեմ։ Փաշինյանը սպառնում է, որ կարող է եկեղեցիները խլել Մայրաթորից, ասում է Հովհանավանքը եւ այլ եկեղեցիներ կառավարության հաշվեկշռում են, անհատույց օգտագործման են տրված եկեղեցուն։ Որ մենք այդ հուշարձանները կվերադարձնենք հանրությանը եւ Տեր Արամին եւ նրան նման քահանաներին բոլոր ձևերով կաջակցենք, որ նրանք Հայաստանում վերականգնեն իրական հոգևոր կյանքը։ Հայաստանի քաղաքական իշխանությունը հակաթոր կաթողիկոսություն է ուզում հիմնել, տարակուսած են հայ առաքելական եկեղեցու հետևորդները, թե կրոնական նոր կազմակերպություն է ցանկանում ստեղծել Փաշինյանը։ Վեհարանը գրոհելու իր նախաձեռնությունը աջակցություն չի գտնում, Փաշինյանին զայրացնում է այդ փաստը։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածություն։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Մայրաթորի վրա սկսում է լուտանք թափել սահմանադրության փոփոխության մասին մի հարցի պատասխանելու ընթացքում, մոռանում է բուն հարցը, սևեռվում հոգևորականության վրա։ Որտե ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Մի պահ խոր շունչ է քաշում ու նորից։ Ու ոնց Հայաստանում մարդ կա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա։ Հայաստանում մարդ կա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Երկրի թիվ 1 քաղաքական ամբիոնից նա գրեհկախոսությունը ավելի բարձր նշաձողի է հասցնում, անարգելով հոգևորականներին։ Հիմա մեկը ԿԳԲ գործակալ է, մեկը բան է, քահանաների հետևից հանգնում ձեռմեռակցում, լռություն կատարյալ։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի, այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ ԿԳԲ-ի գործակալ է, որևէ բացատրություն տվել է, ու մարդիկ դες սովորական բան են անում, հա, տենց ապրում են իրանց համար, հա։
Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսակա, մեկը բան մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ ա եղել, իրանց անձնական կյանքն է։ Հայաստանում հակաեկեղեցական արշավը սովորաբար թափ է հավաքում, Մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանում։ երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը մեր հոգևորականությանը մեղադրում է խաղաղության գործընթացը խոչընդոտելու ու ռևանշիզմի համար։ Ունի թե չունի։ Փաշինյանի այսօրվա ելույթից առաջ արդյոք խոսել է Փաշազադեն, հայտնի չէ։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Աղմկահարույց ձայնագրության գործով հարձակնվել է Մայրաթորի արտաքին հարաբերությունների եւ արարողակարգի բաժնի տնօրեն Տեր Նաթան arczepiskopos-ը։ Տեղեկությունը Հայլուրի թղթակցի զրույցում հաստատել է քննչական կոմիտեի խոսնակը։ Ըստ նրա, որևէ մեկի դեմ քրեական հետապնդում դեռ չի հարուցվել։ Ինչպես հիշում եք, անցած շաբաթ իշխանամերձ կայքերը տարածել էին Տեր Նաթան arczepiskopos-ի եւ Վեհափարի նախկին գավազանակիր Աղա Նաբեղայի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ կարգալույց եղած Աբեղան հայտարարում է, թե կաթողիկոսը իրեն հրահանգել է ընտանիքի հետ մասնակցել ընդդիմության ցույցերին։ Նույն օրը քննչական կոմիտեն նախաձեռնել էր վարույթ, որով ըստ իրավապաշտպանների կարող է ձերբակալվել կաթողիկոսը։ Հայրենիքն է մնայունը, այս վարչախումբը գնայունն է, հայտարարել է Մեծի տան Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Տորոնտոյում իր գահակալության 30-ամյակի նվիրված հանդիսության ժամանակ։ Տորոնտոյի հայկական կենտրոնի ներկայացուցիչ Խաժակ Գուլաջյանը վստահեցրել է, որ Կիլիկիո կաթողիկոսությունը օրհնություն չի ուղարկել Նիկոլ Փաշինյանին։ Անցած շաբաթ հակաեկեղեցական արշավի ամենաթեժ պահին կառավարությունը հայտնել էր, թե Շահան arczepiskopos-ը վարչապետ Փաշինյանին է փոխանցել Կիլիկիո կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը։ Խաժակ Գուլաջյանի բառերով անհնար է, որ Կիլիկիո կաթողիկոսությունը օրհնություն փոխանցի հայոց ցեղասպանությունը ուրացողին, Արցախն ու հայրենի հողերը թշնամուն ծախողին եւ 5000 լուսավոր տղաների գերեզման ուղարկողին։ Գյումրիի քաղաքապետի ևս մի քանի աշխատակից է այսօր բերման ենթարկվել հոկտեմբերի 20-ի գործով։ Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ձերբակալված 37 քաղաքացիներից 29-ի նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել, նրանցից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան, Հայլուրին հայտնել է քննչական կոմիտեի խոսնակը։ Նրանց հիմնականում մեղադրում են զանգվածային անկարգությունների մասնակցելու հոդվածով։ Ձերբակալվածների մեջ է նաև մեր ձևով շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը, որի կալանքի հարցն է քննվում դատարանում։ Հոկտեմբերի 20-ի գործով ձերբակալությունները շարունակվում են Գյումրիում։ Այսօր քննչական վարչություն բերման է ենթարկվել համայնքապետարանի ևս մի քանի աշխատակից։ Միևնույն ժամանակ այստեղ քննչական կոմիտեի Շիրակի վարչություն են բերվել քաղաքապետարանի շուրջ դրամատիկ զարգացումների ժամանակ ձերբակալված 33 քաղաքացիները։ Մարզի ձերբակալվածների պահման վայրերում հնարավոր չէր եղել տեղավորել բոլորին։ Շատերին տեղափոխել էին Վանաձորի, Ալավերդիի, Արմավիրի ոստիկանական բաժիններ։ Հիմա ձերբակալվածներին վերադարձրել են Գյումրի մեղադրանք առաջադրելու։ 4-ից 5 վստահորդ ունեմ տվյալ ձերբակալված տվյալ պահին, երկուսին արդեն իսկ մեղադրանքի առաջադրվեց ծանր հոդվածներով, զանգվածային անկարգություններին մասնակից, որպես եւ խոչընդոտելու հետ կապված։ Երկուշաբթի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին բերման ենթարկելու օպերացիայի դեմ իրենց բողոքն արտահայտած քաղաքացիները մեղադրվում են քննչական գործողություններին խոչընդոտելու, ոստիկանության գործողությանը միջամտելու, զանգվածային անկարգություններ անելու համար։ Ըստ փաստաբանի, անկախ արարքներից գրեթե բոլոր ձերբակալվածներին նույն հոդվածն են առաջադրել։ Մեղադրանքները չենք ընդունել, որովհետև ըստ էության նույնաբովանդակ մեղադրանքներ են, բոլորի բովանդակությունը կրկնվում է, նշելով, որ իբր հրել են, խանգարել են, թույլ չեն տվել ոստիկաններին գործողություն կատարելով եւ որևէ մասնավորեցում չկա, թե կոնկրետ տվյալ անձը ինչ գործողություն է կատարել։ Մեղադրանքի առաջադրվել նաև անչափահասներին, որոնց տնօրներին արգելեցին տեսակցել նրանց։ Անչափահաս կան նույն վիճակը անչափահասի մոտ է որևէ բան հաշվի չեն առնում։
Փաստաբանները քննիչներին ներկայացրել են նաև համացանցում հրապարակված տեսանյութերը, որոնցում իրենց վստահորդներից մի քանիսը որևէ գործողություն չի արել։ Բայց որոշում կայացնելիս քննիչները տեսանյութերը հաշվի չեն արել։ Անձը կոնկրետ որևէ գործողություն չի կատարում, ուղղակի կանգնած է եւ նրան ոստիկանները բռնում եւ նստեցնում են մեքենան։ Բայց կարծես թե դա էլ չօգնեց, կարծես թե անտրտվելի են եւ բոլորին ցանկանում են կալանքի միջնորդություններ ներկայացնեն եւ կալանավորեն։ Կալանավորված է նաեւ մեր ձևով շարժման անդամ փաստաբան Ռուբեն Մխիթարյանը, որ ըստ փաստաբանի ոստիկանների ու քաղաքացիների քաշքշուկներին մասնակից չի եղել։ Նշեմ, որ պարոն Մխիթարյանը ներկայացել է Երևանից Գյումրի ժամանել իր հավանական օգնություն ցուցաբերելու նպատակով, նա նաեւ հանդիսանում է փաստաբան, հայտնի է բոլորին, եւ փաստաբանը մեղադրվում է մի հոդվածով, որը ուղղակիորեն կապված է իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ, մինչդեռ օրենքով արգելվում է փաստաբանի նկատմամբ իր հայտնած դիրքորոշումների եւ իր մասնակցությամբ տեղ ունեցող գործողությունների կապակցությամբ հետապնդելը, նրան ձերբակալել եւ մեղադրանք ներկայացնել է։ Այս իմաստով մենք գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքները անհիմն են։ Քննչական կոմիտեի Շիրակի վարչությունից դուրս են բերում ձերբակալվածներին, նստեցնում մեքենաները, որտեղ նրանք ժամերով սպասում են դատարան տեղափոխվելու իրենց հերթին։ Դատարանը պետք է որոշի նրանց խափանման միջոցը։ Ըստ քննչական կոմիտեի 37 ձերբակալվածներից 29-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նրանց թվում են նաև Վարդան Ղուկասյանի եղբոր 2 թոռները, ավականու 2 անդամ։ Գյումրիի քաղաքապետարանի տվյալներով ձերբակալված են նաև համայնքապետարանի կոմունալ բաժնի 12 աշխատակիցները։ Նրանք ոստիկանության բաժանմունք են տարվել սանմաքնման մեքենաներով։ Ալեքսանդր Սարգսյան, Կարապետ Արաքելյան, Հայլուր։ Իշխանությունը շարունակում է ընդդիմության նկատմամբ ճնշումները հանրապետության երկրորդ քաղաքում, այդպիսի հայտարարություն է արել պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա պնդել է, որ ԿՊԱ-ականներից մեկը արյունահեղություն է ուզում Գյումրիում։ Վահագն Ալեքսանյանը իրեն է վերագրել Գրիգորյանի հայտարարությունը։ Գլխավոր դատախազությունն արդյոք ուսումնասիրում է Մարտուն Գրիգորյանի հայտարարությունը, մեզ հորդորել են այդ մասին գրավոր հարցում ուղարկել։ Գյումրիում արյունահեղություն հրահրելու մասին Մարտուն Գրիգորյանի սկանդալային մեղադրանքը ԿՊԱ-ականները չեն ընդունում։ Դա չի նշանակում, որ ես արյուն եմ ուզում։ Հակառակը։ ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանը հասկացել է, թե իրեն նկատի ունի Գրիգորյանը արյունահեղության ձգտող ԿՊԱ-ական ասելով։ Այս ԿՊ-ի պատգամավորներից մարդ կա, ում սիրտը արյուն է ուզում Գյումրի քաղաքում։ Մարտուն Գրիգորյանն այսօր է ակնարկել, որ դավադիր ծրագիր կա Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո ԿՊԱ-ականները փորձում են Գյումրիում չեզոքացնել մյուս ընդդիմադիր ուժին, որն ինքն է առաջնորդում։ Մեկից ստացան հարաբերական հենց բայդրությամբ չագերտա, որ ստացան կաշառակերի տարբերակը մյուսին էլ բնականաբար այս բայդրությամբ երևի թե փորձելու են ինձանից էլ ստանան կրիմինալը, կռիվ, ծեզուջարտեր։ Նա իշխանական պատգամավորներին մեղադրում է փարաքարի արյունալի սցենարը Գյումրիում ծրագրելու համար։ Այս մարդկանց սիրտը արյուն է ուզում, այս մարդկանց սիրտը փարաքար երկուս է ուզում եւ այդ ամեն ինչը ուզում են, որ լինել Գրիգորյան Մարտունի եւ Վարդան Ղուկասյանի ընտանիքների թիմերի միջեւ։ Այս պայթերությամբ Փարքուպադիվ մեզ որ կարողացանք այդ սադրանքներին չտրվել։ Գյումրեցի պատգամավորը պնդում է երկրորդ քաղաքում քաղաքապետի ընտրության փաստն անընդհատ շահարկում են իշխանական պատգամավորները հույսով, որ դա կարող է որոշ նյարդեր խախտել գյումրեցիների շրջանում։ Հայտարարում ենք, որ Մարտուն Գրիգորյանի թիմից, ընտանիքից դեպքեր են եղել այդ մարդկանցից մեկի ներվը խաղա ու ինչ որ գործողություն, տանում եք դուք ձեր լեննագանցին դուք ձեր գյուտին տանում եք նրան, որ մեր միջի այդ ներվը խաղացնեք, որ մենք գնանք հանցագործության, որ հետո դուք եք այ որ ասում են կրիմինալը եկավ Գյումրի իշխանության, դրան եք տանում 6 ամիս կյանքերս կերակ։ Ըստ պատգամավորների ԿՊԱ-ականներն այդպիսի հրահանգ ունեն։ Հրահանգը երևի SMS-ը իջել է, որ այս թեմայով Մարտուն հենց բզբզեք, մինչև տեսնենք ինչի են հասնելու։ Փակագիր չի բացում Գրիգորյանը, ակնարկում է, որ ինչ որ բան է ծրագրվում իր ընտանիքի դեմ։ Գյումրիում ինչ դեպքեր եղավ, որը ասոցացվավ մեզ հետ, գիտեցեք, որ սա քաղաքական է, որի մեկնարկը էլի տրված է։ ԿՊԱ-ական Վահագն Ալեքսանյանը Գրիգորյանի ճեպազրույցից հետո արդեն խորհրդարանի նիստերի դահլիճում ակնարկում է, որ ընդդիմադիր պատգամավորի խղճին է հնարավոր արյունահեղությունը։ Չենք ուզում արյուն, պարոն Գրիգորյան, դուք եք արյուն բերող քաղաքապետի ընտրել։
Արագարձագանքում է Գրիգորյանը, Վահագն Ալեքսանյանին է մեղավոր կարգում, հայտարարում, որ ԿՊԱԿ-ն պատասխան է տալու։ Արդյոք արյունահեղություն հրահարելու Գրիգորյանի մեղադրանքներն ուսումնասիրում են դատախազները։ Գլխավոր դատախազությունից մեր այս հարցին խոստացան գրավոր պատասխանել։ Ալբերտ Սերոպյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Հայլուր։ Ցախ ոտքից է սկսել Վաղարշապատում թիմ ընտրությունների քարոզարշավը քաղաքացիական պայմանագիրը։ Քարոզարշավի պաշտոնական մեկնարկի նախօրեին փակցված պաստառները ստիպված է եղել հեռացնել։ Հաղթանակ դաշինքի Վաղարշապատի համայնքապետի թեկնածուն խոստացել է Էջմիածնում վերականգնել հոգևոր մայրաքաղաքի կոլորիտը։ Հայրենի կուսակցության առաջադրած թեկնածուն իր համար կարևոր օրը սկսել է Եռաբլուրից, այնտեղ է հանգչում Խաչիկ Մանուկյանի որդին։ Քաղաքացիական պայմանագրի շուրջ սկանդալով է սկսվել քարոզարշավը Վաղարշապատում։ Համայնքապետարանի բարեկարգման բաժնի աշխատողները աշխատանքային ժամին շենքերի պատերին կախում են ԿՊԱ-ական թեկնածուի մեծադիր լուսանկարները։ Հարկատուների հաշվին վարձատրվող համայնքային ծառայողները իրենց անմիջական պարտականությունը կատարելու փոխարեն փաստացի զբաղվում են քարոզչական գործերով, ինչ օրենքն արգելում է։ Բացի այդ, չնախատեսված վայրում են փակցնում ընտրական պաստառները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դիմել է ոստիկանություն ու համայնքապետարանը, որից հետո ԿՊԱ-ական թեկնածու Արգիշտի Մեխակյանի լուսանկարով պաստառները իջեցվել են մի քանի շենքերի պատերից։ Եկել է ժամանակը ամենաթողության վերջ չտալու, եկել է ժամանակը վերականգնելու հոգևոր մայրաքաղաքի կոլորիտը, ասում են դիմադիր Հաղթանակ դաշինքի համայնքապետի թեկնածուն։ Քաղաքը բացի այն տեսանելի խնդիրներից ունի խնդիրներ, որը կապված է քաղաքի կոլորիտի, քաղաքի շունչի հետ։ Մենք այդ ամեն ինչն էլ առաջնային փորձելու ենք վերականգնել։ Սևակ Խաչատրյանը քարոզարշավից առաջ բակ առ բակ, փողոց առ փողոց շրջել գրի է առել քաղաքի բոլոր խնդիրները, որոնք խոստանում է լուծել ընտրվելու հաջորդ իսկ օրվանից։ Քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ ժողովրդի հետ հանդիպելուց ներկայացնելու ենք այդ ամենը, թե ինչ ծրագրեր ունենք, ինչ պետք է անենք, որպեսզի այդ խնդիրները լուծվեն, նաև բնականաբար քարոզարշավն օգտագործելու ենք իրենց լսելու, որովհետև իրենց առաջարկները նույնպես մեր համար ընդունելի են լինելու։ Սևակ Խաչատրյանը պնդում է, Վաղարշապատում տապալվելու է ԿՊԱ-ական իշխանությունը, ինչպես դա եղավ Փարաքարում ու Գյումրիում։ Հենց վատվա ապագայի համար է։ Հաղթելու վստահությամբ է քարոզարշավը սկսում նաև ընդդիմադիր մյուս թեկնածուն, բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։ Ես ասում եմ, այո, 100+1, եւ եթե մարդիկ կան, ովքեր ուզում են դա իրական դարձնել, իրագործել, այդ հաղթության տերը լինել, կկանգնեն մեր կողքին եւ մենք այդ հաղթությունը կտանք։ Հայրենի կուսակցության առաջադրած թեկնածուն այսօր նախ եղել է Եռաբլուրում, որտեղ հանգչում է պատերազմում զոհված իր որդին Վաչագան Մանուկյանը։ Խաչիկ Մանուկյանը համոզված է, նոյեմբերի 16-ի ընտրություններում Վաղարշապատը ոչ է ասելու եկեղեցու դեմ արշավողներին։ Սա ողջայնության հայացքն է դեպի Էջմիածին, եւ ես ուզում եմ, որ Էջմիածնեցին, Վաղարշապատցին Խոյ համայնքի հետ միասին հաղթի, իր ինքնությունը պահպանի եւ ցույց տա աշխարհին, որ մենք հայկական հայոց արժեհամակարգի կրողներն ենք։ Հայրենի կուսակցությունը քարոզարշավի առաջին իսկ օրը վստահեցնում է, Վաղարշապատում իշխանափոխություն անելու համար պատրաստ են համագործակցել ընդդիմադիր մյուս ուժերի հետ։ Ցանկացած ընդդիմադիր ուժի հետ մենք պատրաստ ենք համագործակցել, դա մենք միշտ ենք ասել։ Քարոզարշավի մասնակից մյուս 5 ուժերի քարոզչական ակտիվությունը դեռ առջևում է։ Էդգար Ղուշչյան, Հայկ Ավանեսյան եւ Արաքել Օհանյան, Հայլուր։ Հայլուրի թղթակիցը հետևել է Հաղթանակ դաշինքի քարոզարշավի մեկնարկին, որն անցել է Լեփլեցուն դահլիճում։ Ոմանք ստիպված են եղել դրսում տեղադրված էկրաններից հետևել հավաքին ու այնտեղից լսել դաշինքի նախընտրական ծրագիրը։ Իմ գործընկեր Էդգար Ղուշչյանն Էջմիածնում է։ Էդգար, դու եթերում ես, ինչ կպատմես մեզ այդտեղից։ Բարի երեկո Լիլիթ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, մենք հոգևոր մայրաքաղաքից հետևում էինք Հաղթանակ դաշինքի նախընտրական քարոզարշավի մեկնարկին, ասեմ որ դահլիճում էր անցնում քարոզարշավի մեկնարկը, Լեփլեցուն էր դահլիճը, այնքան բազմամարդ էր, որ նույնիսկ շատերը հնարավորություն չունեցան ներս մտնել, նույնիսկ տասնյակ մարդիկ միջանցքներում էին լսում քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող ելույթներին, իսկ ովքեր հնարավորություն չէին ունեցել մտնել դահլիճ, նույնիսկ միջանցքներ, դրսում հետևում էին մեծ էկրանից ուղիղ հեռարձակմամբ։ Լիլիթ, հարգելի հեռուստադիտողներ, քարոզարշավի մեկնարկը սկսվեց տերունական աղոթքով, այնուհետև ելույթներ ունեցան Հաղթանակ դաշինքի ցուցակով
ավականու անդամի տեխնացիոն առաջադրած մարդիկ, նրանց մեջ կան մեր Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, հիմնականում եզդիաբնակ շրջաններից, ասեմ, որ Վաղաշապատ համայնքում եզդիաբնակ շրջանները շատ են։ Հետո ամենավերջում հաղթանակ դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Սևակ Խաչատրյանը ելույթ ունեցավ, խոսեց քաղաքի հիմնականում Էջմիածնի այն խնդիրների մասին, որոնք ինքը լուծելու է երբ այն օրվանից, երբ ինքը ընտրվի համայնքապետ, բացի այդ Սևակ Խաչատրյանը անդրադարձավ շատ կարճ տնտեսական թեմաներին, որոնք հիմնականում տնտեսական խնդիրների մասին, որոնց հիմնականում բախվում են Վաղաշապատ համայնքի հիմնականում գյուղական բնակավայրերը։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ ընդդիմադիր հաղթանակ դաշինքի տեխնացուն տնտեսական գիտությունների դոցենտ է եւ հիմնականում նրա նախընտրական ծրագրերը ուղղված են տնտեսական թեմաներով։ Առաջարկում եմ այս պահին լսել Սևակ Խաչատրյանի ելույթից մի հատված։ Գյուղական բնակավայրերում մենք անելու ենք ամեն հնարավորը մեր հայրենակիցների հոգսը թեթևացնելու համար։ Ստեղծելու ենք այնպիսի պայմաններ, որ գյուղացին ոչ թե ցանկանա քանդել ուժերով, այլ մեծացնել, բազմապատկել։ Լիլիթ, հարգելի հեռուստադիտողներ, քարոզարշավի մեկնարկից հետո, քարոզարշավի դահլիճի մեկնարկից հետո ամբողջ ժողովրդի հետ Սևակ Խաչատրյանը շարժվեց դեպի Էջմիածնի կենտրոնական հրապարակ, որտեղ զոհված զինծառայողների հուշահամալիրն է, ծաղիկներ խոնարհեցին այստեղ եւ նաեւ կարճ ճեպազրույց տվեց լրագրողներին, խոսեց վերջին շրջանում ընդդիմադիր տեխնացուների իշխանության կողմից ընդդիմադիր տեխնացուներին ուղղված մեղադրանքներին, այդ թվում նաև այն պնդումներին, թե Էջմիածնի Վաղաշապատի ընտրությունները չեն դառնալու Գյումրի 2, Սևակ Խաչատրյանը հակադարձեց եւ ասաց, որ Վաղաշապատի համայնքապետի ընտրությունները ոչ թե Գյումրի 2, այլ փառաքար 2 են դառնալու բառի դրական իմաստով։ Առաջարկում եմ այս պահին նաև ճեպազրույցից մի հատված լսել։ Այն ընդդիմադիր ուժերը, ովքեր իրական ընդդիմադիր դաշտից հանդես են գալիս, եթե այդպես չլինի, մենք պատրաստ ենք իհարկե համագործակցել։ Լիլիթ, հարգելի հեռուստադիտողներ, մենք ավարտել ենք մեր աշխատանքը հոգևոր մայրաքաղաքից, Լիլիթ։ Շնորհակալություն Էդգար։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ հաղթանակ դաշինքի քարոզարշավի մեկնարկից մեծ մանրամասներ էր հայտնում իմ գործընկեր Էդգար Բուժչյանը։ Հայաստանի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խիստ դատապարտում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումն ու կալանավորումը։ Փաստաբանների պալատը հորդորում է դատարաններին փաստաբանի նկատմամբ հարկադրանքի միջոցներ ընտրելիս հաշվի առնել նրա փաստաբանի կարգավիճակը, պահանջում է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում Ալեքսանդր Կոչուբաևի հեռախոսի եւ դյուրակիր համակարգչի պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց եւ վերադարձնել դրանք։ Քահանային հարկադրաբար ցույցի ուղարկելու համար սրբազանի կալանավորման ֆոնին համացանցում ապացույցներ են հայտնվել, թե ինչպես է քաղաքացիական պայմանագիրը վարչական ռեսուրս կիրառելով մարդաշատ դարձրել հավաքները 2023-ին Երևանի ավագանուն ընտրության օրերին։ Հետքլրատվականի լրագրողը պատահաբար հայտնվել է իշխող ուժի փակ խմբում ու սկանդալ պայթեցրել ԿՊ-ի շուրջ։ Փաշինյանը ֆեյսբուքյան փակ խմբի տեղեկատվության տարածումը ոչ թե բացասական, այլ ինչ-որտեղ դրական երևույթ է համարել։ Նրա պնդմամբ, եթե իրենք ուզելով չուզելով վարչական ռեսուրս ներգրավելու անուղղակի փորձ անեն, այդ ընտրություններում կպարտվեն։ Ովքեր են լցնում ԿՊ-ի նախընտրական հանրահավաքների հրապարակները։
Հետքի խմբագրությունն աղմկոտ բացահայտմամբ շախումատ է արել ՔՊԱ-ականներին, որոնք ընդդիմադիրներին էին մեղադրում մարդկանց հանրահավաքներին իբրև ստիպողաբար տանելու համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի թեթև ձեռքով հետքի լրագրողներից մեկը հայտնվել է ՔՊ-ի ֆեյսբուքյան փակ խմբում ու կարդացել, ինչ է հրահանգել Նիկոլ Փաշինյանը, օրինակ Երևանի ավականու ընտրություններին ՔՊ-ի քարոզարշավն ամփոփող հանրահավաքից ու երթից առաջ։ Հարգելի գործընկերներ, հույս ունեմ բոլորս հասկանում ենք Երևանի առաջիկա ընտրությունների հատուկ կարևորությունը։ Այս առումով խնդրում եմ բոլոր ջանքերը գործադրել վաղը ժամը 18:00-ից Էրեբունի թանգարանի հարակից հրապարակից նախատեսված մեր երթի բազմամարդությունն ու էներգետիկան ապահովելու համար։ Երթից հետո տեղի է ունենալու հանրահավաք, որը նույնքան կարևոր է։ Յուրաքանչյուրդ խնդրում եմ ներգրավեք ձեր ընտանիքների անդամներին, ընկերներին, բարեկամներին, համախոհներին։ Վերջին տողում Փաշինյանը գրել է վարչական ռեսուրսի կիրառումը բացառել։ Ուղղված է նաև այդ խմբում գտնվող մարդկանց, ովքեր նախարարներ են, մարզպետներ, փոխմարզպետեր, համայնքի ղեկավարներ, ովքեր տիրապետում են վարչական ռեսուրսին, եթե դու նույնիսկ ասում ես վարչական ռեսուրսի կիրառումը բացառել, դրանից վերև գրված ամեն ինչ արդեն իր մեջ ենթադրում է վարչական ռեսուրսի օգտագործում։ Վարչական ռեսուրսի կիրառումից իբրև խորշող Փաշինյանի ստատուսի տակ ՔՊԱ-ականները մեկ-մեկ գրել են, ով քանի մարդ է հետը հանրահավաքի տանելու։ Կոտայքի փոխմարզպետը 25-ից 30 մարդ, Գավառի ավականու ՔՊ խմբակցության անդամ Դավիթ Միրիբյանը Գավառի ամբողջ ռեսուրսը։ Այդ գյուղապետը իր սիրուն աչքերի համար էր 35 հոգու իր հետևից բերելու։ Նա որպես գյուղապետ էր բերելու, այսինքն որպես վարչական ռեսուրսի կիրառման արդյունք էին գալու այդ 35-40-ը։ Ի վերջո համայնքի ապետարանի աշխատակիցները, նրանց ընտանիքները, նրանց բարեկամները։ Վարչական ռեսուրս չէ դա, այսօր լրագրողներին ասել է Ալեն Սիմոնյանը, միաժամանակ զարմացել, ինչպես թե վարչապետն իրենց մի բան ասի, իրենք չանեն։ Ինչ որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք վարչի ձեր կուսակցություն։ Ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը Նիկոլ Փաշինյանը։ Ոնց։ Ինչ հարց է նարեկ։ Այո, ինչ ասեց, պետք է անեմ։ Իշխող ուժի հանրահավաքներից մեկին վարչական ռեսուրս օգտագործելու մի դեպք էլ բացահայտել էր բլոգեր Արթուր Չախոյանը։ Նա հանրահավաքի ժամանակ ում մոտեցել էր, պարզվել էր կամ դպրոցի կամ մանկապարտեզի աշխատող է, եկել է կոլեկտիվի հետ։ 108 մանկապարտեզից 35 մեր հայրենակիցների։ Ինքը շատ լավ գիտի բոլոր հարցումներով, որ միակ անկրկնելու հույսը իր համար վարչական ռեսուրսն է մնացել, որովհետև ժողովրդի կողմից ինքը այլևս վստահություն չունի, որովհետև ժողովրդին 5 տարի ինքը անընդհատ խաբել է եւ Հետքի լրագրողը ՔՊ-ի փակ խմբում հայտնվել է դեռ հուլիսին, բայց որոշել է հենց հիմա պայթեցնել Փաշինյանի թիմի ժողովրդավարության միֆը, որովհետև հիմա է սրբազան կալանավորվում քահանային իբրև հարկադրաբար ցույցի ուղարկելու համար։ Պետք էր որ մարդիկ իմանային դրա մասին։ Մարդիկ արդեն պետք է մեր ընթերցողներ իրենց դատողություններն անեն։ Լիլիթ Գասպարյան, Կարինե Մանգասարյան, Աշոտ Մնոյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Այժմ կարճային մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասը։ Նիկոլ Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծվի, թե իբր ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, բայց այդ ամեն ինչը միֆ է։ Միֆ է, թե բարի կամքի դրսևորման դիմաց բարի կամքի դրսևորում Փաշինյանի հայտարարությունը, թե այսօրվանից Հայաստանի տարածքը բաց է Ադրբեջանից Թուրքիա ու հակառակ ուղղությամբ բեռնատարների անցման համար։ Հենց այսօրվանից, առանց չափազանցության, հենց այսօրվանից Հայաստանի Հանրապետություն Ղազախստանից ինչքան ցորեն է Հայաստան մտնելու Ադրբեջանով ու ինչ գնով ՔՊԱ-ականների հացահատկային հեղափոխական ծրագիրը ընդդիմության մանրադիտակի տակ։ Հազարավոր տոննաների մեջ կարող է անկարծես մի բուր մեկը լցնի գրպանը գա ասի դե տես։ Ավարտեք։ Քաղաքական իշխող ուժը ինքը ազգային ժողովի ամբիոնից օրենսդրական նախաձեռնության քննարկումը վերածեց հակաեկեղեցական արշավի։ Շողակաթ հոգևոր մշակութային հեռուստաընկերությունը խորհրդանում առաջին ընթերցմամբ դուրս թողնվեց հանրային հեռարձակողների ցանկից։ Եվ այսպես
Եվս շարունակենք ղազախական հացահատիկ Ադրբեջանի տարածքով Հայաստան ներմուծելու մասին Ալիևի հայտարարությունից հետո Հայաստանի վարչապետը շտապել է պատասխան քայլն անել։ Հենց այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել, որ բեռնատարները Ադրբեջանից Թուրքիա ու հակառակ ուղղությամբ անցնեն Հայաստանի տարածքով։ Այդ մասին Հայաստանի ղեկավարը հայտարարել է Վրաստանում Մետաքսի ճանապարհ համաժողովի ժամանակ, որին ներկա է եղել նաև ադրբեջանցի պաշտոնակիցը։ Փաշինյանը ուրախ կլիներ ապահովել նաև Ադրբեջան-Նախիջևան կապը, բայց ենթակառուցվածքներ դեռ չկան։ Միֆ է համարում ընդդիմությունը իշխանականների պնդումները, թե սա նշանակում է, որ Ադրբեջանը ճանապարհներ է ապաշրջափակել։ Մի կածանել չի ապաշրջափակել Բաքվում, պնդել է ընդդիմադիր Արթուր Խաչատրյանը, բացատրելով, որ այդ դեպքում ղազախական ցորենը Հայաստան կմտներ ոչ թե տրանզիտ ճանապարհով Վրաստանից, այլ ուղիղ Ադրբեջանից Իջևանով։ Հավանաբար վրացական խաչապուրու փշուրները բերանից քամուն տալով է օրը սկսել Փաշինյանը Թբիլիսիում։ Գնացել է Մետաքսի ճանապարհ համաժողովին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ պանելային քննարկմանը ուրախության բացականչություններ են լսվել նրա շուրթերից։ Տեղի է ունենում ամիսներ առաջ անհավանական թվացող մի բան։ Անհավանական, աննախադեպ, գրեթե դարակազմիկ ձեռքբերում է Փաշինյանը ներկայացրել Ալիևի մեծահոգությունը։ Ադրբեջանի նախագահը թույլատրել է, որ ղազախական ցորենը Ադրբեջանի տարածքով մտնի Վրաստան, այնտեղից Հայաստան։ Սա չափազանց կարևոր հայտարարություն է։ Նստած տեղում փքվում է Ասադովը։ Հայաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնում իր երկրի նախագահին։ Ուզում եմ իմ գնահատակն արտահայտել Ադրբեջանի նախագահի այս քայլի առիթով եւ ողջունել այդ հայտարարությունը։ Գնահատանքը բառերով արտահայտելուց հետո Փաշինյանը անցնում է ընծաներին։ Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից, առանց չափազանցության հենց այսօրվանից, Հայաստանի Հանրապետության տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան եւ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս, Անխափան երթուղին է առաջարկում Փաշինյանը Անկարային ու Բաքվին բեռների տեղափոխման համար։ Ճանապարհները կան, պատրաստ են նաև սահմանային ենթակառուցվածքները։ Քաղաքական առումով մենք պատրաստ ենք նույն կերպ ապահովել Նախճեվանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս եւ հակառակ ուղղությամբ տարանցումը Հայաստանի տարածքով, բայց տեխնիկապես դեռևս պատրաստ չենք ենթակառուցվածքների բացակայության պատճառով։ Քաղաքական առումով պատրաստ է Փաշինյանը անխափան կապ ապահովել նաև Թուրքիայի եւ Նախիջևանի Հանրապետության, Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև երկաթուղով։ Բեռների տարանցման Ափսոս այդ հատվածում երկաթուղին նորոգման կարիք ունի։ Համոզված եմ եւ վստահ եղեք այս տեխնիկական հարցերը նույնպես 2-3 տարվա ընթացքում կլուծվեն։ Նիկոլ Փաշինյանը ուզում է տպավորություն ստեղծվի, թե իբր ճանապարհների ապաշրջափակում է տեղի ունենում, ժողովուրդ ջան, տեսեք, էս ինչ լավ է, խաղաղության դարաշրջան է եկել եւ այլն մեկ մյուս, բայց այդ ամեն ինչը միֆ է։ Փաշինյանին դիմախոսները հստակ տեսնում են Ադրբեջանի ու Թուրքիայի օգուտները առաջարկված նոր Մարգարա, Եղեգնաձոր, Սիսիան, Գորիս երթուղուց։ Իսկ որ մուտսարում, որ անտառում, որ թփի տակ փնտրել Հայաստանի շահը։ Մեզ անխոչնդոտ ճանապարհ տալու ճակատագիրը ինչ եղավ։ Ադրբեջանը մեզ անխոչնդոտ ճանապարհ տալիս է։ Գառնիկ Դանիելյանի համոզմամբ Ալիևն էլ, Փաշինյանն էլ իբրև մեծ ձեռքբերում են ներկայացնում Ադրբեջանի տարածքով ցորենի տարանցման թույլտվությունը, մինչդեռ իրական ապաշրջափակման դեպքում այդ ցորենը առանց Վրաստան մտնելու կարող էր Հայաստան հասնել։ Եթե խոսում են բարի կամքի դրսևորման մասին, առաջինը դա պետք է տեղի ունենա։ Կարճ ժամանակամ հատվածում կարելի է Ղազախ, Իջևան այդ երկաթգիծը, այն պակասող, չգիտեմ, լարերը, որ կան եւ այլը շատ արագ կարելի է կարգի բերել եւ չհագործել, բայց Ադրբեջանը պատրաստ չի ապաշրջափակման։ Հայաստան խմբակցության ներկայացուցիչի կարծիքով Ալիևը այս կշիռ չունեցող զուտ քարոզչական փուչիկը փչել է Փաշինյանի գահավիժած վարկանիշը 2026-ի ընտրություններից առաջ փրկելու համար։ Նիկոլ Փաշինյանին ուղղված ռևերանսները նաև Ալիևը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը
ծայրահեղ իջած է Հայաստանի Հանրապետությունում եւ փորձում են տպավորություն ստեղծել, որ տեսեք մենք արդեն գնում ենք խաղաղության եւ տեսեք մենք ինչ լավ ենք աշխատում, որ հիմա խնդիրները կարգավորվում են Ադրբեջանի հետ։ Բոլոր հաղորդուղիները հերթով կբացվեն։ Փաշինյանը Վրաստանում տարածաշրջանի խաղաղ ու բարեկեցիկ կյանքի պատմական շանս է անվանել հայ-ադրբեջանական վերջին պայմանավորվածությունները։ Մի տարի առաջ չենք տեսնի, որ Հայաստանի վարչապետը շնորհակալություն հայտներ Ադրբեջանի վարչապետին կամ նախագահին, Ադրբեջանի վարչապետը շնորհակալություն հայտներ Հայաստանի վարչապետին։ Եվ այստեղ ամեն ինչ հրաշալի կլիներ, եթե Ադրբեջանի վարչապետը իսկապես շնորհակալություն հայտնած լիներ Հայաստանի վարչապետին, բայց արի ու տես, որ Ասադովը իր ելույթում միայն բարևելիս է հիշատակել Նիկոլ Փաշինյանի անունը։ Բաշնազերի Նիկոլ Փաշինյան։ Իսկ Հայաստանին ոչ միայն շնորհակալություն չի հայտնել, այլև ըստ էության պահանջել է երախտագիտությամբ ընդունել Ալիևի ցորնագույն բարությունը։ Ադրբեջանը ցույց տվեց վստահության մթնոլորտը վերականգնելու իր հանձնառությունը, վերացնելով օկուպացիայի ընթացքում Հայաստան բեռների տանացման վրա դրված բոլոր սահմանափակումները։ Ոգևորվել եւ ասել գիտեք ինչ կա, այսինչ մենք դարակազմիկ ձեռքբերում ենք ունեցել եւ դա վաճառել մեր հասարակությանը, հանրությանը, դա առնվազը տգիտություն է, եթե չասեմ, որ սա նաեւ անարգանք է մեր ժողովրդին, մեր հասարակությանը։ Ձրիցորենը միայն թակարդում է։ Փաշինյանին դիմախոսները շարունակում են անհեթեթ անվանել խաղաղության նրա սխեման։ Տարածաշրջանում խաղաղության փոխարեն հաստատված է ժամանակավոր զինադադար կախված Ալիևի բարի կամքից, իսկ ապաշրջափակման փոխարեն Հարավային Կովկասի քաղաքական քարտեզին գծված է երթուղային միջանց, որով կդրատվում է Հայաստանը, ոչ թե մեկ, այլ մի քանի միջանցք է տրվում թուրք-ադրբեջանական տանդեմին։ Լարա Արաքելյան, Կարինե Մանգասարյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուշ։ Ընդդիմության համար գուցե ընդունելի լիներ ՔՊԱ-ականների խանդավառությունը, թե դարակազմիկ իրադարձություն է Ադրբեջանով ղազախական ցորենի ներկրումը, եթե մի քանի կարևոր հարցի հստակ պատասխան տրվեր։ Ինչքան ցորեն է մտնելու Հայաստան ու ինչ գնով, արդյոք ավելի ձեռնտու գնով, քան ռուսական հացահատիկն է, որն այսօր ապահովում է մեր երկրի պահանջարկի 90%-ը։ Ռուբինյանի պատասխանից կարելի է հասկանալ, որ ղազախական ցորենը ավելի էժան չէ, քան ռուսականը։ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկող ղազախական ցորենի թեմայով մի մութ հարց է տանջում ՔՊԱ-ական պատգամավորին։ Գիշերը կարդացել է ընդդիմության արձագանքներն ու զարմացել։ Տեղի ունեցածը Հայաստանի համար դրական զարգացում է, թե ոչ։ Ինչու է առաջինն Ալիևն անոնսում Հայաստան ներկրվող ցորենի մասին։ Ընդդիմությունը հարցով է պատասխանում իշխանական պատգամավորին։ Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ով է։ Իլհամ Ալիևը, թե Գևորգ Պապոյան։ Իլհամ Ալիևը Ղազախստանում Տոկաևի հետ հանդիպումից հետո ղազախների իսիրույն ասում է գիտեք ղազախական ցորենը Ադրբեջանի վրայով առաջին անգամ գալու է Հայաստան, որից հետո Պապոյան Գևորգը կրկնում է Իլհամ Ալիևին։ Ինչքան ցորեն է Հայաստան մտնելու Ադրբեջանով, ինչ գնով է Հայաստանի իշխանությունը ղազախների հետ պայմանավորվել ներմուծել հացահատիկ։ Հայաստան խմբակցության պատգամավորները հետաքրքրվում են ցորենի գործարքը հեղափոխական ներկայացնող ՔՊԱ-ականներից։ Այդ ամբողջ հազարավոր տոննաների մեջ կարող է անկարծես մի բուր մեկը լցնի գրպանը գա ասի դե տես։ Ավարտեք։ Ներկրվող ցորենի քանակի մասին ոչ մի խոսք չեն ասում ՔՊԱ-ականները, գնից դժգոհ չեն։ Ավելի էժան է գալու, քան կգար Ուկրաինայից։ Բայց ավելի էժան, քան Ռուսաստանից։ Մեզ անհրաժեշտ ցորենի 90%-ը հիմա Ռուսաստանն է մատակարարում։ Հայաստանը որպես ԵԱՏՄ անդամ պետություն մասնագետների տվյալներով բավականին զեղչված գնով է Ռուսաստանից ցորեն ներկրում։ Ընդդիմությունը կասկած չունի, թեկուզ մի քանի անգամ ավելի թանկ Հայաստանի իշխանությունը պատրաստ է Ղազախստանից ցորեն բերել։ Միայն թե հրաժարվի ռուսական հացահատիկից։ Մասնագետները հաշվել են, որ Ղազախստանից Ադրբեջան, Ադրբեջանից Վրաստանով Հայաստան ցորենի ճանապարհը 2-3 անգամ ավելի երկար է լինելու, քան Լարսով ռուսական ապրանքների ներկրումը մեր երկիր։ Վերջապես մենք ունենում ենք աղբյուրների դիվերսիֆիկացիա։ Եվ ես կարծում եմ երեկվա հայտարարվածը եւ տեղի ունենալիքը իրապես հեղափոխական բան է։ Այդ դիվերսիֆիկացիա, որ ասում եք, դիվերսիֆիկացիայով ցորեն կարանք բերենք Ուկրաինայից, Ռուսաստանից, այստեղից, այնտեղից, բայց էլի գալու էր մտնել
Վրաստանով մտներ Հայաստան։ Ակնհայտ է Հայաստան խմբակցության պատգամավորների համար, որ Ադրբեջանի նախագահը մտադրություն չունի սահմանները ապաշրջափակել։ Հակառակ դեպքում ղազախականցորեն Ադրբեջանից օրինակ երկաթգծով միանգամից Տավուշ կհասներ։ Պետք է բոլոր ապրանքները եւ արտահանման շուկաները դիվերսիֆիկացնեն, բայց սա ներկայացնել որպես ապաշրջափակում դա անամոթ կեղծիք է։ Ադրբեջանը որևէ քայլ չի արել իր տարածքով դեպի Հայաստան մտնող գոնե մի կածան ապաշրջափակելու ուղղությամբ։ Աբսուրդ է ընդդիմադիր պատգամավորների համար, որ Արցախում ծորենի հեկտարներով դաշտերը թշնամուն հանձնած Հայաստանի իշխանությունը հիմա անգամ չի փորձում աջակցել Հայաստանի գյուղատնտեսությանը, ինքնուրույն բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը մեր երկրում։ Գաներ Մովսիսյան, Հայլուր։ Ադրբեջանի Միլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպումից հետո Հայաստանի ազգային ժողովի նախագահը հասկացել է, որ խաղաղությունը ոչ միայն իր սրտում է, այլև Գաֆարովայի։ Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանն ասել է, որ շատ դրական ջերմ հանդիպում է ունեցել։ Չի բացառել, որ միջազգային ֆորմատների շրջանակում Իլհամ Ալիևն էլ կգա Հայաստան, Փաշինյանն էլ կմեկնի Ադրբեջան։ Այս հանդիպումներն ամենաճիշտ ճանապարհն են, երկար ժամանակ մենք ենք եղել նրանց համար դուշման թշնամի, մեզ համար նրանք են երկար տարիներ եղել դուշման թշնամի, ասել է Սիմոնյանը։ Այդ ամբողջ հանդիպման ամենակարևոր բաներից մեկը այն էր, որ ես կոնկրետ տեսա, որ խաղաղությունը ոչ միայն մեր սրտում է, ոչ միայն մեր ընկալման մեջ է, այլ ադրբեջանական կողմի մեջ է։ Ինչ որ մի պահ խոսակցություն եղավ, օրինակ ռազմական ագրեսիայի մասին, հա, որ ասենց ասում են, որ կարող է սենց բան, ասեց հնարավոր չէ, ասեց ոնց մենք այսքան քայլ ենք արել, այսքան բան ենք արել, այսքան միջազգային պարտավորություն ենք վերցել մեր վրա։ Երևանում անցկացվող Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ երկկողմ կլոր քննարկման մասնակիցների հետ այսօր հանդիպել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը։ Նա բարձր է գնահատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ընթացքում այդ ձևաչափով հանդիպումների անցկացումը, որի նպատակն է նպաստել հայերի ու ադրբեջանցիների միջև շփումների հաստատմանն ու խաղաղության ամրապնդմանը։ Ադրբեջանի քաղաքասարակության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել հայկական կողմի միջոցառումը կազմակերպելու եւ դրական մթնոլորտ ապահովելու համար։ Հայաստանի իշխանությունը նաև Սփյուռքն է պառակտել հայկական Սփյուռքի մարտահրավերները եւ հայրենիքը թեմայով հանդիպման ժամանակ հայտարարել են ՀՅԴ բյուրոյի անդամները։ Նրանց համոզմամբ Հայաստան-Սփյուռք պառակտման խնդիրը հնարավոր է լուծել միայն իշխանափոխությամբ։ Սփյուռքը Հայաստանի ձողն է։ Հայաստանը ձող չունի, բայց Սփյուռք ունի։ Ծովից կտրել է ուզում մեզ Փաշինյանի իշխանությունը, համոզված են Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչները, որ Դաշնակցության հայրենադարձների հանձնախմբի հրավերով անցյալ շաբաթ Երևանում էին։ Մասնակցելու հայկական Սփյուռքի մարտահրավերներն ու հայրենիքը խորագրով քննարկմանը։ Առաջի քայլով լուծարեցին Սփյուռքի նախարարությունը, նշանակեցին Սփյուռքի հանձնակատար, որը Սփյուռքը միավորելու աշխատանքները իրականացնելու փոխարեն անցնող 7 տարվա ընթացքում հիմնականում զբաղվել է Սփյուռքը պառակտելու։ Գործող իշխանության նպատակը հերվիցել տեսանելի է սփյուռքահայերին։ Ցավով նկատում են ազգայինի դեմ պայքարը ոչ միայն Հայաստանում է, այլև երկրի սահմաններից դուրս։ Հիմնական խնդիրը հայու տեսակի վերացումն է։ Հիմնական խնդիրը հայու տեսակի աղավաղումն է։ Հիմնական խնդիրը հայկականության եւ մեր ազգային արժեհամակարգի քանդումն է։ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքով Փաշինյանն իր գործելավոճով բավարարում է թուրք-ադրբեջանական պահանջները, իսկ Սփյուռքի պառակտումը Բաքվի եւ Անկարայի վաղեմի երազանքներից է։ Մշտապես հայկական Սփյուռքից բողոքել է Թուրքիան, Ադրբեջանը եւ այս Հայաստանի այսօրվա բառած քաղաքականությունը ըստ էության մենք դիտարկում ենք նրանց պահանջը, որտեղ այն քայլերը, որ արվում են եւ իրականացվում են, որովհետեւ առողջություն չունեն հայկական շահերի հետ։ Հայկական շահը պաշտպանելու համար պետք է ամրացնել աշխարհի շատ երկրներում ազդեցություն ունեցող հայկական Սփյուռքը, համոզված են քննարկման մասնակիցները։ Ինքը նախ երբ որ հասավ իշխանություն, ուզեց գազմել իր Սփյուռքը։ Ինքը ուզեց գազմել իր Սփյուռքը, նախ ուզեց ցերկը տնել Սփյուռքի վրա։
Որևէ դեր չաճողեցան։ Սփյուռքի ու հայրենիքի զորացմամբ է հնարավոր հայկականության պահպանումն ու նոր որակի պետության ստեղծումը։ Իսկ որպեսզի դա հնարավոր լինի, պետք է հրաժեշտ տալ այս իշխանությանն ու ձևավորել նորը, համոզված են քննարկման մասնակիցները։ Աննա Գյուլնազարյան, Էլեն Յահինյան, Հայլուրի համար։ 2020-ին ստեղծեց Եվ մինչ միջազգային թեմաներին անցնել է մի պահ, վերադառնանք իշխանության հակաեկեղեցական արշավին, որ շարունակվում է բոլոր ուղղություններով։ Այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է շողակաթ հոգևոր մշակութային հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու նախագիծը։ Հոգևոր մշակութային հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Աննա Սարգսյանը Հայլուրի հետ զրույցում կեղծ է որակել իշխանական պատգամավորների հիմնավորումները, թե միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը նույնպես։ Եկեղեցական կյանք, երրորդ հազարամյակ, մշակութային ազդագիր, տաղավարում գրականության և արվեստի շուրջ, համեստ ավետարաններ, այս հաղորդումները մարզերում հասանելի չեն լինի։ Այստեղ արտֆոկուստ է նկարահանվում։ Ազգային ժողովը 63 կողմ 31 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց շողակաթ հեռուստաընկերությունը հանրային հեռարձակողների ցանկից դուրս թողնելու Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի նախագիծը։ Կողմ 63 դեմ 31 ձեռնպահ 0 որոշումը ընդունվել է։ Այս քայլով պետությունը զրկում է մարզերում ապրողներին հոգևոր, մշակութային, եկեղեցական հաղորդումներ դիտելուց, ասում է հեռուստաընկերության գործադիր տնօրենը։ Օրենսդրական ճանապարհով պետությունը սահմանափակում է նախ եւ առաջ իր պարտավորությունների շրջանակը, իսկ պետության պարտավորությունների շրջանակը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների է, իրավունքի կրողների հանդեպ է։ Աննա Սարգսյանի խոսքով ազգային ժողովի ամբիոնից պետական հատկացումների թիվը կեղծում են իշխանական պատգամավորները, փորձելով ապակողմնորոշել մարդկանց։ 2011 թվականից է հանրային հեռարձակում ստացել շողակաթ տեսալսողական ծրագիրը, 2011 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ, եթե հաշվենք, բարձ մաթեմատիկական հաշվարկով դա կազմում է 9 միլիոն դրամ։ Երեք ազգային ժողովի ամբիոնից հնչում էր 3 միլիարդ դրամը եւ որևէ կերպ դժվար է հասկանալ ինչ 3 միլիարդ դրամի մասին է խոսքը առհասարակ։ Շողակաթում չեն զարմանում, որ հակաեկեղեցական արշավի թեժացման պահին հերթն իրենց էլ հասավ։ Քաղաքական իշխող ուժը ինքը ազգային ժողովի ամբիոնից օրենսդրական նախաձեռնության քննարկումը վերածեց հակաեկեղեցական արշավի։ Գործող օրենքով պետական միջոցների հաշվին հեռարձակվում են հանրային հեռուստաընկերությունը, լրատվական ալիքն ու շողակաթը։ Իշխանական պատգամավորները հիմնավորում են, թե երեքի դեպքում միջոցները արդյունավետ չեն ծախսվում, դիտումները ցածր են, որակը նույնպես։ Զարուհի Սահակյան, Նորայր Շարբաթյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Միջազգային թեմաներին անցնենք, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Ուկրաինայից անվտանգության երաշխիքներ է ստացել Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի բնականոն էլեկտրամատակարարումը վերականգնելու համար։ Սա Կիևի Ռուսաստանի ուղղությամբ դրոնային աննախադեպ հարձակումից հետո։ Գիշերը ուկրաինական ԱԹՍ-ները հասել են անգամ Լենինգրադի մարզ և Դաղստան։ Միմյանց էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորող Ռուսաստանը և Ուկրաինան կարող են մութ ու ցուրտ ձմեռ բերել։ Միջազգային փորձագետները նկատում են, որ կրակի հետ են խաղում Մոսկվան ու Կիևը։ Ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների գրեթե կեսը այս պահին վնասված, ոչնչացված մասամբ անպետք է։ Դաշնությունը ևս մեծ վնասներ ունի։ Ռուսաստանը գիշերը հարվածել է Պոլտավայի և Զապորոժիեի նավթի և գազի ենթակառուցվածքներին։ Ուկրաինացիներն էլ Storm Shadow հրթիռներով խփել են Ռուսաստանի Բրյանսկի շրջանում գտնվող նյութատեխնիկական գործարանին։ Այնտեղ արտադրում էին պարագաներ զրահատեխնիկայի համար։ Դաշնությունը մասշտաբային գործողություն է սկսել Ուկրաինայի մայրաքաղաքի, նաև Կիևին մոտ շրջանների ուղղությամբ։ Ուկրաինական լրատվամիջոցները երկու զոհի մասին են հայտնում։ Ամբողջ Ուկրաինայում առավոտյան օդային տագնապ է հնչել։ Կիևի մարզի Բորիսպոլ քաղաքում գիշերային հարվածների հետևանքով ոչնչացվել է Ուկրաինայի զինուժի վարժական ճամբարը։ Ռուսական անօդաչուները խոցել են ուկրաինական Բաբա-Յագա դրոններ ռուսական դիրքերին հարվածելու փորձի ժամանակ։ Ռուսաստանի հոպուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 33 անօդաչու թռչող սարք։ Դրանցից 3-ը Լենինգրադի մարզի Լուշկի շրջանում։ Ուկրաինական անօդաչուները հարձակվել են նաև Դաղստանի վրա։ Զոհերի վիրավորների մասին տեղեկություն չկա։ Դաղստանի ղեկավար Սերգեյ Մելիքովը հորդորել է մարդկանց տներից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում, փողոցներում չզբոսնել։ Գաներ Մովսիսյան, Հայլուր։
Գազա-Իսրայել հրադադարի երկրորդ փուլն է սպասվում։ Իսրայելում Նեթանյահուի կառավարությունն ու Միացյալ Նահանգների ներկայացուցիչներն են քննարկելու Գազայի հատվածում ժամանակավոր կառավարության ստեղծման, իսրայելական զորքերի դուրսբերման ու Համասի զինաթափման հարցերը։ Չնայած Գազայի պաղեստինցիները հայտնում են, որ հրադադարն ամեն օր խախտվում է, Իսրայել ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարում է, որ Թրամփի միջնորդությամբ հաստատված խաղաղությունը գերազանցում է բոլոր սպասումները։ Վաշինգտոնը պատվիրակություն է ուղարկել Իսրայել քննարկելու Թրամփի 20 կետանոց խաղաղության համաձայնագրի գործարկման երկրորդ փուլը։ Դրանով նախատեսվում է հանել իսրայելական զորքը Գազայի հատվածից, ժամանակավոր կառավարություն ստեղծել այնտեղ եւ զինաթափել պաղեստինցիների անվտանգությունն ապահովող Համասը, որին ԱՄՆ-ն ու Եվրամիությունը ճանաչում են որպես ահաբեկչական խմբավորում։ Մեր զգուշացումը Համասին շատ պարզ է։ Նախագահ Թրամփի ներկայացրած 20 կետանոց ծրագրի պայմանները շատ հստակ են։ Համասը պետք է զինաթափվի, Համասը պետք է իրեն լավ պահի, այդ դեպքում բոլոր մարտիկներին կարող է որոշակի ներում շնորհվել։ Փոխնախագահի հետ Թրամփն Իսրայել է գործուղել նաև իր հատուկ բանագնացին։ Սթիվ Ուիթքոֆն առաջինն այցելել է Համասի ազատ արձակած հրեա գերիներին։ Հանդիպեցինք պատանդների եւ նրանց ընտանիքների հետ։ Իսկապես հուզիչ պահ էր։ Մարդիկ իսկապես շնորհակալ են նախագահ Թրամփին իրենց երեխաներին տուն վերադարձնելու համար։ Եվ ես այդ սենյակում ոչ մի ընկճված մարդ չտեսա։ Ես տեսա ուժեղ մարդկանց, ովքեր շատ ծանր իրավիճակից փրկվել են։ Ծանր անմարդկային իրավիճակում են շարունակում ապրել պաղեստինցիները։ Իրենց ավերված տների մոտ վրաներ ամրացրած մարդիկ վախը սրտներում են քնում։ Իրավիճակը շատ լուրջ է, մենք հենց սահմանին ենք, իսրայելական բանակից ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ։ Ամեն առավոտ կրակոցներ են լինում, անգամ այստեղ նստելն է վտանգավոր, ամեն պահի կարող են պատահական կրակոցներ լինել։ Հրադադարից հետո վերադարձանք ու տեսանք, որ էլ տեղ չունենք ապրելու, ստիպված էինք վրան խփել, հիմա ոչ ջուր ունենք, ոչ էլեկտրաէներգիա։ Թեև Գազայում շատերն են բողոքում, որ հրադադարի ամերիկյան համաձայնագիրը կիսատ պռատ է գործում, Իսրայելն ու Համասը շարունակում են մարմիններ փոխանակել։ Պաղեստինյան իշխանությունների տվյալներով Իսրայելը մինչ այժմ 165 պաղեստինցի բանտարկյալների մարմիններ է հանձնել, իսկ Համասը 14 իսրայելցի պատանդների մասունքներ է վերադարձրել։ Բացի գերիների ու մարմինների վերադարձից, հրադադարի համաձայնագրի գործարկման առաջին փուլում Իսրայելը պետք է ապահովեր մարդասիրական օգնության մուտքը Գազա։ ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչները հայտարարել են, որ Գազա մատակարարվող սննդամթերքի քանակն անբավարար է։ Իսրայելը բացել է ընդամենը 2 անցակետ։ Լանա Համբարձումյան, Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Եվ վերջում վերադառնանք Հայաստան։ Այս Սուրբ Ադլույսի հաղթանակը տեսնելու է հրավիրում փոքրիկներին Տաշիր արենան։ Բարեգործական շոուի նախապրեմիերային մասնակցել են Արցախից տեղահանված բազմազավակ ընտանիքներ, վետերաններ, հատուկ կարիքներ ունեցող մարդիկ, բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Ավելի քան 100 արտիստ Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից և Հայաստանից ներկայացնում են Հայաստանում այս պահին ամենաբարձր մակարդակի տեխնիկական շոուն։ Մարդիկ թող գան, բոլորն էլ տեղ ունեն։ Երևանի կրկեսը, որ նոր շունչ է ստացել ու դարձել Տաշիր արենա, կարող է տեղավորել մինչև 2000 մարդ։ Փոքրիկներին չես համոզի, որ տեղը խնդիր չէ, շտապում են իրենց աթոռները զբաղեցնել։ Ինչ եք անելու այստեղ կրկեսում։ Մուլտիկ ենք նայելու։ Մուլտ չէ, բայց մուլտի նման գունավոր ու սիրուն մի ներկայացում է լինելու Տաշիր արենայում։ Էթերնիա անունով։ Այսօր թիմի օրն է։ Նախագծի հեղինակ Տաթևիկ Կարապետյանն արդեն ասել է, Էթերնիան լույսի և խավարի հավերժ պայքարում լույսի հաղթանակի մասին է։ Էթերնիան խոսք է ներքին ազատության և դժվարությունը հաղթահարելու կարողության մասին։ Էթերնիան հիշեցում է, որ նույնիսկ ամենադժվար պահին մեր ներսում ապրում է լույսը։ Ուստի պատահական չէ, որ բարեգործական շոուն նախ դիտում են տոկունության և հույսի արժեքը իմացողները, Արցախից տեղահանվածներ, բազմազավակ ընտանիքներ, վետերաններ, հատուկ կարիքներ ունեցող մարդիկ, բարեգործական հիմնադրամների շահառուներ։ Կարծում եմ նույնպես սիմվոլիկ է շատ, որ առաջին հանդիսատեսը հիմնականում երեխաներ են, և մենք սա առաջի զանգն էր, պատրաստում ենք շոուին։
ու սկսվեց շոուն, որ սովորական կրկեսային ելույթ չէ։ Կենթանի երաժշտության, լուսային էֆեկտների, 3D լազերային բարձրակարգ լուծումների, ակրոբատիկայի, պարի եւ բեմական պլաստիկայի համադրություն է Էթերնյան։ Ավելի քան 100 արտիստ Ռուսաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից ու Հայաստանից ներկայացնում են ՀՀ-ում այս պահին ամենաբարձր մակարդակի տեխնիկական շոուն, միջազգային որակավորում ունեցող բեմադրողներով։ Եթե խոսենք մեր հարթակի մասին, ապա այն այս պահին Հայաստանի համար բացառիկ է։ Համալիրը գերժամանակակից տեխնոլոգիաներով է համալրված։ Վստահորեն կարող ենք մրցակցել աշխարհի գերժամանակակից բոլոր հարթակների հետ։ Տաշիր արենան իսկապես զիլ հարթակ է։ Բեմը իր 360 աստիճանով լույսի ու դրա խաղի գրկի մեջ է, մեծանում ու փոքրանում է։ Ջրի, ծխի, խոնավության էֆեկտներ, շարժվող էկրաններ ունի Էթերյան, ասում են այստեղ, ավելացնում, Տաշիր արենան այնպես են կառուցել, որ հնարավոր լինի այստեղ նաև թատերական ներկայացումներ բեմադրել, սպորտային միջոցառումներ անել։ Առաջին հերթին պետք է հիացմունք սպասել, հանդիսատեսի հիացմունքը, կազմակերպիչների հիացմունքը եւ իհարկե արտիստների հիացմունքը։ Նրանք 2 տարվա նախապատրաստական աշխատանքից հետո են տեսնում իրենց հանդիսատեսին։ Իսկ հայկական ինչ կա Տաշիր արենայում։ Էթերնյա շոուի ժամանակ կարելի է լսել նաև հայկական երաժշտություն, տեսնել հայկական եռագույնը, հայոց այբուբենը թռչնատառերով։ Սավառնող այս հայուհին մենակատարուհին է։ Նարինե Մադունցը, որ ճանաչվել է հայկական ժողովրդական երաժշտության պահպանման ու տարածման գործով։ Հիմա փոքրիկների համար այն աղջիկն է, որի նման ուզում են թռչել։ Նորից կգաս Տաշիր արենա, 7 տարեկան Տիգրանի պատասխանն է։ Չգիտեմ, մամային հարցրեք։ Մամային հարցրեք։ Մամա գալու է, անպայման։ Ճիշտն ասած, մենք առաջին անգամ ենք կրկես գալիս, շատ գոհ եմ, տպավորությունները մեծ են։ Մինչ մայրիկը հիշում է, որ Երևանը մոտ 10 տարի կրկես չի ունեցել, իսկ հիմա ոչ միայն կրկես, այլև Տաշիր արենա ունի, Տիգրանի հրահանգն է հնչում։ Պոպկորն էլ կա Տաշիր արենայում, ու այն էլ ինչքան։ Բայց շատ մեծ է, դու փոքր ես, այդքանը ո՞նց ես տեղավորելու։ Այնպես պոպկորնը շատ եմ սիրում։ Պոպկորն շատ սիրողներին, լույսի կամքի պայքարով հետաքրքրվողներին, կյանքի հաղթանակներին սպասողներին Տաշիր արենայում ասում են համեցեք։ Պաշտոնական բացումը հոկտեմբերի 24-ին է։ Արփիս Քեսյան, Նորա Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Սիրելի հեռուստադիտողներ, Հայլուրը ամփոփեց հոկտեմբերի 22-ը, շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր եմ մաղթում բոլորին։